նախարարություն գործում ունի, որտեղ արդարադատության մասին ընդհանրապես խոսում է, որտեղ բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատությունը եւ այսպիսով այս իշխանությունները բոլոր կարմիր գծերը հատելով ներկայումս ստեղծել են բռնապետություն, որտեղ որ կարող են հանգիստ սրբազանի ձերբակալել, կարող են հանգիստ յուրաքանչյուր ոդկասթի վարողի ձերբակալել եւ վերջի վերջո այսօր յուրաքանչյուր մարդ ով կարող է ազատ իր խոսքը արտահայտելու իրավունքից օգտվել ու արտահայտել իր ընդդիմադիր հայացքները կարող է հանգիստ հայտնվել բանտում, անգամ եթե ինքը համայնքապետ է ընտրված ժողովրդի կողմից, անգամ նրա համար, որ ինքը դեմ է եղել Արցախի հանձնմանը, այսինքն յուրաքանչյուր մարդ, ով դեմ է Նիկոլ Փաշինյանի հայացքներին, ով դեմ է Թուրքիա եւ Ադրբեջանի հետ ոչ բարով խերով խաղաղությանը, այդ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իրեն բանտարկի, զրկի ազատությունից, քանի որ ունենք մի իրավիճակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հենց ինքն է իշխանությունը, այսինքն ուղիղ բռնապետության մասին է այստեղ խոսքը, որ դու դեմ ես Նիկոլ Փաշինյանին, պետք է դատվես, անկախ նրանից դու ընտրված համայնքապետ ես, սրբազան ես, ծառայում ես Սուրբ Առաքելական եկեղեցուն, թե ընդհանրապես սովորական քաղաքացի ես։ Հետ չեմ ասում, որ կարող են հանգիստ յուրաքանչյուր համայնքապետի գնդակարը իրենց բակում ու ասեն, որ գիտեք ինչ կա, քաղաքական հայացքները ստեղեական նշանակություն չունեն։ Նույն պարագայում էլ Վազգենը եւ Նարեկը գտնվում են անազատության մեջ մի բառի համար, որը որ եթե վերցնենք յուրաքանչյուր իշխանականի լեքսիկոնից ու օգտագործենք Նիկոլ Փաշինյանի ասած դոմփելը ու Նարեկ Սամսոնյանի ասած հետույքայինը, ընդհանրապես ուրեմն Նիկոլ Փաշինյանը հավերժ պետքա գտնվեր բանտում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը կեղեքում է հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ամեն օր դոմփում է արդարադատությունը, ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը ու հայ ժողովրդի իրար հետ ոչ մի կապ չունեն։ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրքի շահը, ադրբեջանական շահերը, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբում է ժողովրդին, որպեսզի կորզի ձայներ, կեղծի ընտրությունները, որ եւս 5 տարի ինքը կոտորի, կործանի, հանձնի ու հարստանա։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի թալանի հոմանիշն է, Նիկոլ Փաշինյանը թուրքի հոմանիշն է, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի լինի արդարադատություն, լինի ժողովրդավարություն ու վերջի վերջո Նիկոլ Փաշինյանը եթե չհեռանա, չի լինի Հայաստանի Հանրապետություն, ինչպես հիմա չկա Արցախի Հանրապետություն։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք ԵՄ դեսպանից։ Տեսեք, ԵՄ դեսպանատան լռությունը արդեն բավականին ժամանակ է, այսինքն չի եղել արձագանքներ, երբ որ ցուցարարների վրա կրակում էին, երբ որ Արմեն Աշոտյանը 2 տարի անցկացնում էր բանտում, երբ որ համայնքապետեր ընտրված գտնվում էին բանտում անազատության մեջ եւ այսպես շարունակ։ Այսինքն ԵՄ դեսպանատնից ակնկալիքները այսպես կոչված մեծ չեն զուտ այն սկզբունքով, որ իրենք իշխանությունների ուղիղ աջակցությամբ են նաեւ լիքը գործեր առաջ տանում ու վերջի վերջո այն լռությունը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ ինչա կատարվում, ուղիղ նրա մասին է, որ Նիկոլ Փաշինյանը հետ իրենք հաշտ են։ Նիկոլ Փաշինյանը հետ իրենք համերաշխ աշխատում են ու վերջի վերջո գալու է ինչ-որ ժամանակ, որ իրենք պնդելու են, որ իրենք մեղավոր չեն, իրենք չեն իմացել, իրենք չեն տեսել, իրենք չեն հասկացել ինչա կատարվում եւ այսպես շարունակ։ Այսինքն հենց լինի իշխանափոխություն, բնականաբար ԵՄ դեսպանատունը ավելի արագ կարձագանքի։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ԵՄ դեսպանատունը արձագանքում էր յուրաքանչյուր քաղաքացու, որ թևից մի փոքր ավել քաշում են։ Իսկ այսօր 13 հատ կրակում են ցուցարարների վրա սրբազան պայքարի ժամանակ, 3 անգամ կրակում են ցուցարարների վրա հենց վերևի խաչմերուկում ու ընդհանրապես լռություն է։ Մեկը ձեռքն է կորցրել, մեկը մեջքից վիրավորվել է եւ այսպես շարունակ ԵՄ դեսպանատունը լռում է, ասում է դե ժողովրդավարություն է, դրա ժողովրդավարությունը ո՞րն է։ Իսկ տեղյակի կամոնը դեսպանատան ուղղված նամակից որևէ արձագանք եղել է, թե դեռևս արձագանքներ չկա, արձագանքների պարագայում բնականաբար կհրապարակվի, բայց էլի ակնկալիքները այսպես կոչված մեծ չեն։ Բայց եք համարում, որ անարդյունավետ է այս ամեն ինչը ավելի արդյունավետ կարելի ձեռնարկել։ Տեսեք, մենք հնարավոր բոլոր տարբերակներով պայքարում ենք։ Կլինի փողոցային պայքարով, կլինի նաև ինչու՞ չէ ընտրություններով կամ ընդհանրապես անհանդազանության ակցիաներով։ Հիմա մեր քաղաքական ակցիա է, որը այն բանի մասին է, որ արդարադատությունում կան խնդիրներ, արդարադատության նախարարի հետ կա խնդիրներ ու իշխանության հետ կա խնդիրներ։ Կան խնդիրներ այն մարդկանց մասով, ովքեր որ բռնաճնշումների արդյունքում հայտնվում են բանտերում ու մենք չենք կարող լռել։ Իշխանության ներկայացուցիչները, այդ թվում արդարադատության նախարարը ասում է, որ Հայաստանում բանտարկյալներ չկան։ Այդ դեպքում դուք ում համար եք պայքարում։
մենք պայքարում ենք քաղբանտարկյալների համար այն սկզբունքով, որ ըստ իշխանությունների քաղբանտարկյալներ գիտեք քիչ կան, որովհետև իրանք մեղադրում են ինչ որ բառապաշարի համար օրինակ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, չէ՞, բայց իրենք ավելի վատ բառապաշար են, չէ՞, օգտագործում։ Հիմա դառնում է, որ եթե վերցնենք իրենք քաղբանտարկյալներ չեն, ուրեմն պետքա բանտարկվի նաև Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ այսպես շարունակ, որովհետեւ մեկը ասում է լեզուտ կկդրեմ Էդգար Ղազարյանին, մյուսը ասում է դու նրան մի դոմփի, նրան դոմփի եւ այսպես շարունակ, այսինքն Նարեկի ու Վազգենի դեպքում Ալեն Սիմոնյանն է հաղորդում ներկայացրել, դուք պատրաստ եք իր դեմ հաղորդում։ Ալեն Սիմոնյանի դեմ հաղորդում ներկայացնելու իմաստը չեմ տեսնում զուտ այն սկզբունքով, որ Ալեն Սիմոնյանը հիմա Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ մարդն է ու է դավաճանական խունտայից, այսինքն դուք ոնց եք պատկերացնում արդարադատության նախարարը վերցնելու Ալեն Սիմոնյանին կալանավորի կամ չգիտեմ ինչ սկզբունքով ենք մենք նայում դրան։ Այսինքն այս ամենին վերջնելու համար դուք իշխանափոխություն միանշանակ նախ իշխանափոխությունը պետք է լինի մեկ գաղափարական սկզբունքով, պետք է բոլորը համախմբեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շուրջ, ոչ թե հավաքվեն ով ինչքան զենա տանելու, ով ինչքան շատ է հավաքելու, ով է վարչապետի թեկնածուն, այլ պետք է վերջի վերջո ժողովուրդը համախմբի այն ընդդիմության շուրջ, ովքեր որ ունեն մեկ գաղափարական տեսլական, որը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Դրանից հետո կլինեն ժողովրդավար թափանցիկ ընտրություններ, այդ ընտրությունների շրջանակներում արդեն փողոցային պայքարի իմ կարծիքով եւ իմպիչմենտն է լավ տարբերակ եւ փողոցային տարբերակը, որովհետեւ փողոցով եկած Նիկոլ Փաշինյանը բոլոր տարբերակներին տիրապետում է, բայց եթե լինի համախմբում, համաժողովրդական շարժում, ինչու՞ չեն նաև ճնշումներ, որպեսզի լինի իմպիչմենտ, հաշվի առնելով, որ քվորում 3 չեն կարողանում ապահովել, այսինքն բնականաբար խժդժոցներ կան նաև իշխանական պատգամավորների հետ կապված։ Պետք է ուղղակի ճիշտ աշխատել, թիրախային աշխատել ու ժողովրդի հետ ճիշտ թիրախավորված աշխատել, համախմբել ուղիղ մեկ գաղափարի շուրջ, ոչ թե ասել մենք ավելի լավն ենք, եթե մենք անք ավելի լավը կլինի, այլ պետք է այն գաղափարը լինի, որ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, հետո ավելի լավ կլինի, հետո կլինի խաղաղություն, հետո կլինի ավելի լավ ծրագրեր, հետո ժողովուրդը ավելի լավ կապրի ու վերջի վերջո չեն լինի բռնաճնշումներ ու տուգանքի մատերիալ չեն դառնա հայ ժողովուրդը ընդհանրապես։